Փաշինյանը թիմակիցներին հարկադրել է հավելյալ մարդիկ բերել Երևանի ավականու 2023 թվականի ընտրությունների քարոզարշավի եզրափակիչ հանրահավաքին, թե ոչ։ Հետքի լրագրողին եւ մի շարք այլ անձանց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է պատահաբար ավելացրել քաղաքացիական պայմանագրի Facebook-յան փակ խմբում, որտեղ էլ լրագրողը գտել է Փաշինյանի հանրահավաքից առաջ արած գրառումը։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Շնորհակալ եմ։ Նիկոլ Փաշինյանի այս գրառման մեկնաբանություններում Կոտայքի փոխմարզպետ Հայկ Մկրտչյանը նշել էր, որ ինքը կապահովի 25-ից 30 մարդու մասնակցություն։ Գավառի ավականու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրաբյանը գրել էր, որ համայնքի ՔՊ խմբակցությունը իր ողջ ռեսուրսով ներկա կլինի։ Նոյեմբերյանի հավաքանու անդամներից Հայկ Անուշ Բեգլարյանը նույնպես նշել էր, որ ներկա են լինելու հավաքին։ Հարց է առաջանում, թե ինչու պիտի Երևանի ավականու ընտրությունների քարոզարշավն ամփոփող հանրահավաքին մասնակցեին նոյեմբերյանի կամ Գավառի ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամները։ Իսկ ովքեր են եղել Կոտայքի փոխմարզպետի հանրահավաքին բերվող 30 հոգին։ Սա հարկադրանք է, թե ոչ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը վստահ է, հանրահավաքին մասնակցությունը հարկադրելու առնչությամբ իրավական գործընթացներ սկսելու հիմքեր կան։ Հաշվի առնելով նրա կարգավիճակը որպես վարչապետ, դա կարող է ընկալվի որպես հարկադրանք։ Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը շաբաթներ առաջ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Հովանավանքի արդեն կարգալույծ եղած քահանա Տեր Արամյային հայտարարության առնչությամբ, թե իրենց պարտադրել են մասնակցել Փաշինյանի դեմ ցույցերին, Փաշինյանի գրառման մեջ հարկադրանքի տարեր չի տեսնում։ Ժաննա Ալեքսանյանը մինչդեռ հակադարձում է։ Չեմ կարող չհամեմատել այդ Տեր Արամի դեպքի հետ։ Գուցե այսպես հորդոր է եղել այնտեղ։ Մի դեպքում դա հանցագործություն է, իսկ իրենց դեպքում դա հանցագործություն չի։ Ինչին հիմք ընդունել Տեր Արամի ասացները եւ մարդկանց քահանաներին, հոգեվորականներին տերորի ենթարկել։ Թող սա էլ հիմք ընդունեն, չգիտեմ, թող Դանիել Իոաննիսյանը մի հատ էլ սրանով հաղորդում տա։ Տեսնենք հիմք ընդունեն, թե չէ։ Իսկ որ դեպքում են իրանց արածները հիմք ընդունում։ Ոչ մի դեպքում, որ Ալեն Սիմոնյանը թքում էր մարդու դեմքին, որովե բան արեցին, դատախազասից հանցական չտեսնում դրա մեջ։ Իրավապաշտպանը նշում է, անգամ եթե հանցագործության մասին հաղորդում ներկայացնող չլինի, դատախազությունը ինքը պետք է դա աներ հիմք ընդունելով հետքի հրապարակումը։ Նման սցենար մինչդեռ նա չի կանխատեսում։ Բայց մենք գիտենք, որ դատախազը դա երբեք չի անի։ Անձեռնմխելի բացառիկի կարգավիճակ ունի վարչապետը այս երկրում։ Հայոյում, չգիտեմ, ասում է Վարդան Ղուկասյանին պետք է դուրս շպրտել, գնում դուրս են շպրտում։ Մի խոսքով ինչ ասում է անում են, չէ՞։ Քաղաքացիական պայմանագրի անդամները, այդ թվում Գևորգ Պապոյանը, Երևանից մեկը մյուսի հետևից տարածում են հետքի նյութը որպես ապացույց, թե իշխանությունը վարչական ռեսուրս չի օգտագործում։ Նրանք գրառման միայն վերջին նախադասության վրա են ուշադրություն հրավիրում, զերծ մնալով անդրադառնալ դրա բունեությանը։ ՔՊԱ-ականների արձագանքը հաշվի առնելով իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի բացառում վարկածը, որ լրագրողը պատահական չի հայտնվել այդ խմբում։ Ես համարում եմ նախընտրական հնար, որի փոս նա ասում է, որ առանց վարչական ռեսուրսի։ Մարդիկ բերեք, բայց առանց վարչական ռեսուրսի։ ՔՊԱ-ականների գիծն այսօր ազգային ժողովում շարունակել է նաև Փաշինյանը։ Որ ընտրություններում մենք վարչական ռեսուրս ուզելով թե չուզելով, այսինքն անուղղակի կամ օգտագործելու փորձ անենք, այդ ընտրություններում մենք պարտվելու ենք։ Այդքան քննարկում են PR, բոլորն ասում են PR, այս բառը բոլորը գիտեն։ PR-ը ինչ է։ Public relations, հանրային հարաբերություններ։ Այսինքն մենք զբաղված ենք հանրային հարաբերություններ եւ այդ է քաղաքականությունը, հանրային հարաբերություններ։ Այսինքն հաղորդակցվել հանրության հետ եւ հանրության հետ հաղորդակցվելու նորանոր ձևեր գտնել կամ առիթներ գտնել կամ եւ այդպես շարունակ։ Իսկ քաղաքացիական պայմանագիրը, որը Երևանից կարճած է գրառման վերջին վարչական ռեսուրս չկիրառելու մասին նախադասությանը, այդպես էլ չանդրադարձավ տեսանյութի շարունակությանը, որտեղ հետքը արխիվային կադրեր էր հրապարակել եզրափակիչ հավաքից, որպես ապացույց, որ իշխանություններն այդ հավաքի ժամանակ վարչական ռեսուրս կիրառել են։ Որ ոչ թե կոսմետիկ եւ ձևի համար 108 մանկապարտեզից 35 մեր հայրենակիցների այլ իրականացնենք սիզան եւ համակարգային լուծումներ։